Ես կարող եմ օգնել ու թեթևացնել մի մոր տառապանք։ Ես կարող եմ զանգել քեզ ավետ։ Մեքենան խնդիր ունի, որ խնդրեմ կնայես։ Չէ, ախպերս, այսօր չի ստացվի։ Արհեստավորները չկան, էլի չեմ աշխատում։ Հա, ինձ թվաց դու կնայես։ Չէ, ես գլուխ չեմ անում, ախպերս, ավելի լավ է ձեռ չտամ։ Այն մարդը, որ գնաց կարող է կանչենք հետ գնայի։ Ես ավել փող կտամ ինձ։ Չէ, ախպերս, ինքը աշխատող չի։ Ինչ ա եղել, եթե տենց շատ լուրջ է, նայենք տենանք ինչ կանենք անենք։ Չէ, նորմալ է, մի հատ ձեն էր, գալի տուն կհասնեմ։ Լավ, ուրեմն վաղը կգամ։ Ախպերս, Լիզան իմ նշանածն է։ Մենք ծանոթ ենք։ Միշ բարի օր։ Բարի ողբերս։ Լսիլ ես մեր դիմացի խանութի վրա կամերաներ կան, չէ՞։ Դու էլ ոնց որ շուշուտ ես մտնում դուրս գալիս։ Մի երկու զապիս, որ խնդրենք մեզ ցույց կտան։ Հա, ինչի՞ չէ, կամերաներով է կարած նայես։ Մեր կամերաները ճիշտ ասած իմ ուզած տեղը ցույց չի տալիս։ Այդ կարանք կազմակերպենք։ Հա, խնդիր չկա, երբ ուզես։ Ախպերս։ Երբեք թույլ չտաս, որ խիղճը քեզ հաղթի։ Թե չէ որ հաղթի էլ հետո ոտքի չես կանգնի։ Կամերաներով պարզ երևում է, որ այդ տղեն հերվում կանգնած մեքենայի մեջ նստած հետևում է, նայում է ախպերս։ Ես այդ պահին Լիզայի հոր հետ եմ խոսում։ Լիզայի հերը գնում է, գալիս է այդ տղեն, ասում է, որ մեքենան խնդիրներ ունի։ Եթե խնդիր ուներ, կարար չէ շուտ մոտենար։ Արգե դե անիմաստ խորացել ես։ Ախպերս ինձ տուն է տանում։ Լիզայի հետ եմ ծանոթացնում, ասում եմ ծանոթացի ախպերս նշանածս, ասում եմ մենք իրար արդեն ճանաչում ենք։ Ու այդ պահին Լիզան քիչ էր մնում կանգնած տեղից ընկներ։ Ես Լիզային նոր չեմ ճանաչում։ Չգիտեմ, կարող է ես շատ բաներ չեմ կարա բացատրեմ, չեմ կարա խոսամ, բայց զգում եմ էլի ախպեր, այդ անտերը զգում եմ։ Ապա լուրջ կսեմ դու խանդից ուղեղդ գցել ես արդեն։ Ոտդ վնասել ես, չէ՞, այդ տղենը քեզի տարել է տուն։ Ինքը ինչ ըդի դեմից իմանար որ դու ոտդ դիվնասես։ Կարող է էքստրասենս եղես, պես հայացքով բռնի երկաթը բերեկցել է ոտիդ։ Ախպերս, ես հասկանում եմ, որ կարող է գժի տպավորություն եմ թողում բոլորիդ մոտ, բայց դա տենց չի։ Ինքը հենց այնց չի հայտնվել մեր կյանքում։ Ես գիտեմ, որ Լիզայի հետ կապված ինչ-որ մի բան կա։ Դա չեմ ասում անձնական, բայց հաստատ ինչ-որ մի բան կա, ու այդ ես ամեն ձև պարզելու եմ։ Ես ինչ սիրուն ես։ Հատուկ հաշտվելու դիմահարդարում եմ արել ու հագուստակ եմ։
Անի դու։ Ոչինչ չէ, որ մենակ չլինենք։ Հարով ձեզ։ Բարև ձեզ։ Ավետին հիշեցիր, չէ՞ Լիզ, որ ոտքս վնասել է ինձ տուն բերեց։ Հա, հիշեցի։ Ավետը Երևանում ծանոթներ չունի, հրավիրել եմ մեր հետ, որ գա նստի, դե մի քիչ ասենք, խոսանք, որ իրան մենակ չզգա Երևանում, դեմ չես, չէ։ Որ իմանայի մենակ չես գալու, չէի գա։ Հիմա հենց հաստատվում, որ ես ավելորդ եմ լինելու։ Չէ, ախպերս նորմալ է, ավելորդ չես։ Նենց հաստատվել, որ համ ինձ ես օգնել, համ Լիզային ես օգնել, նենց որ երկուսս էլ շատ ուրախ ենք, որ դու մեր հետ ես, չէ՞ Լիզ։ Ոչինչ, նեղվելու բան չկա։ Իրականում արդեն պատվիրել եմ, որովհետև շատ լավ գիտեմ քո ճաշակը։ Ավետ ջան, ես ու Լիզան ինչ ծնվել ենք, իրար ճանաչում ենք։ Այդ լավ է, ուրեմն գիտես ինչ անես, որ կողքիդ կինը երջանիկ լինի։ Շատ ճիշտ նկատեցիր։ Իրականում ես հիմա ավելի լավ գիտեմ ինչա պետք Լիզային։ Չէ՞ Լիզ։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ է, ուղղակի եթե դեմ չես, լվացվեմ գամ։ Ասում ես ինչքան ժամանակով ես եկել, մնալու ես, գնալու ես։ Դե հələ գործեր կան, վերջացնեմ կգնամ։ Այդ ինչ գործեր ա, որ մենակ ես անելու։ Չէ, դե ուզում եմ ասեմ մենակ էիր էլի Հայաստանում, օգնելու բան կա քեզ։ Չէ, ուղղակի գործեր կան, որոնց համար մարդիկ պետք չեն։ Բայց հեչ լավ բան չստացվեց։ Դուք եկել էիք լավ ժամանակ անցկացնեիք ու ես էլ նորմալ է։ Ալո։ Մաշված եմ, եթե հենց հիմա հետդ չխոսեմ կմեռնեմ։ Ասա տեսնեմ ինչ ա եղել։ Մաշավոն ինձ ու Ավետին հրավիրել է ռեստորան, հիմա երկուսի հետ ռեստորանում եմ։ Մի րոպե, այսինքն ոնց թե քեզ ու Ավետին ոնց է տեն ստացվել, իրանք իրար գիտեին։ Մաս չգիտեմ, ես էլ չեմ հասկանում։ Փաստորեն իրանք շփվում են։ Ես էլ չգիտեմ ինչի ասենց բան արել, հազիվ եմ ինձ զսպում, որ հովում բան չկասկածի։ Լավ, մի հատ հանգստացի, որ հանկարծ կասկածներ չլինեն։ Դու ոչ մի բան չես արել։ Ուղղակի հանգիստ պահի քեզ։ Համաշ լսում եմ, բայց այդքան էլ հեշտ չի։ Հասկանում ես, մենք այսօր եկել էինք ռեստորան, որ հաշտվենք։ Գալիս եմ ու տեսնում եմ Ավետին, ինչի ասենց բան արել։ Ես էլ չեմ հասկանում, բայց դու քեզ հանգիստ պահի։ Բայց ինչի՞ չի ասել, որ Ավետի հետ է։ Ես էլ եմ զարմանում։ Մաս չգիտեմ, չեմ կարողանում։ Եկել ենք իբր հաշտվենք ու տեսնում եմ իրան։ Չգիտեմ ինչ անեմ, ինչի համար ասենց բան արել։ Լավ, ես քեզ մենակ խնդրում եմ, դու մաքսիմալ քեզ հանգիստ պահի, լավ։ Դե լավ, Մաշ, ես գնամ։ Դե լավ, որ տուն գնաս կզանգես, հա, անհանգիստ եմ։ Հա։ Ոնց հետաքրքիր բաներ ա եղել։ Շատ բաներ կարող եմ սենց պատմեմ, բայց մի քանի օր պետք է։ Լիզ, պատկերացնում ես, ես ու Ավետը Հագին ընդհանուր բաներ ունենք իրար հետ։ Հա։ Օրինակ ինչ։ Դե օրինակ Ավետն էլ է ադրենալինի սիրահար, ես էլ։
Հա, ես ձեզ այդ առումով հաստատ չեմ հասկանա։ Ես խաղաղ ու հանգիստ կյանքի կողմնակից եմ։ Դե ադրենալինը մեկ-մեկ պետք է լինում, որ կյանքը ճիշտ զգաս։ Ախպերս Լիզան էս կյանքի այնքան ճիշտ է զգացել, որ ինձ է ընտրել։ Հա, ինձ թվում է դու էլ։ Բնականաբար, ես այդ չեմ հերքում։ Իրականում ես ու Լիզան այնքանով ենք հաղթել այս կյանքը, որ ունենք իրար։ Այն նույն բանը քեզ եմ ցանկանում, որ դու էլ գտնես քո կեսին, այդ շատ կարևոր է։ Ես այդ արտահայտությունը մի քիչ չեմ հասկանում։ Կեսը ո՞րն է։ Ինչի կիսատ եմ։ Համ էլ ես մտածում եմ, որ մարդիկ կան, որ ծնվել են երջանիկ լինելու համար, որ չպետք է ամուսնանան։ Կներեք։ Հա, պապ ջան։ Հետո կզանգեմ։ Ես գիտեի լրիվ մենակ ես Հայաստանում։ Չէ, հա, դու էլ ոչ հասիր։ Դու իմ ասածն է ոնց որ շատ ծայրահեղ ես ընդունում։ Մենակ չեմ։ Հարազատներ չունես։ Ունեմ, ուղղակի շփում չկա։ Դե մի քիչ էլ մարդուց է գալիս, Ավետ ջան։ Կարա լինի, կարա։ Ինչի՞ չես խոսում։ Ինչ ասեմ։ Ես ուրիշ երեկո էի պատկերացնում։ Ինչ երեկո։ Որ մենակ կլինենք, երկուսով։ Հեչ հաճելի չի, որ այդքան պատրաստվում եմ սիրածս մարդու հետ հանդիպմանը ու գալիս եմ տեսնում ընկերոջն էլ է հրավիրել։ Լավ, Լիզ, կարող է մի քիչ սխալ էր։ Մի քիչ։ Դու հասկանում ես ես այդ պահին ինչ զգացի։ Ինչ զգացիր։ Շատ անկապ էր իմ պատրաստվելը, որ իմանայի այդպես է լինելու, ինչ չէի կոտորի, որ հատուկ տեսք ունենամ։ Իմանայի ընկերական ինչ-որ ընթրիքը տենց կտրամադրվեի։ Կամ էլ ես քեզ անկեղծ չեմ հասկանում։ Մենք նոր էինք հաշտվել, դու գիտես, որ վաղուց միասին ժամանակ չենք անցկացրել, մենակ չենք մնացել ու չգիտեմ ինչի տղային հետդ բերում ես։ Ես ինձ ահավոր վատ զգացի։ Լավ, Լիզ, կարող է դու ճիշտ ես։ Կարող է, չէ։ Ես ճիշտ եմ։ Ուզում էիք շփվել երկուսով, գնայիք միտեղ նստեիք ժամանակ անցկացնեիք։ Ինձ ինչի էիք բերել, իբր ընթրիք ենք անում ինչ-որ։ Լավ, Լիզ, ընդունում եմ մեղքս։ Կկրկնենք, բայց արդեն երկուսով, հա։ Չէ։ Ես էլ չեմ ուզում, ես էլ հատուկ չեմ պատրաստվի։ Այսօր էր ինձ համար յուրահատուկ օր, էլ այդպես չեմ տրամադրվելու։ Մի հատ ինձ նայի։ Լիզ, ամեն ինչ նորմալ է, հիմա այսօր էլ սենց ստացվեց։ Թող էլ այդպես չստացվի։ Մաշն ու արտակը լինեին, էլի ինչ որտեղ կհասկանայի, բայց լրիվ անծանոթ տղային բերել ես, մեզ հետ նստի չեմ հասկանում ինչի համար։ Ես ուզում էի մենակ լինեինք։ Ինչ ես ժպտում։ Էդ էլ թող ես իմանամ։